Ես չեմ կարող ուղղակի գնալ ոստիկանություն, ասեմ ինձ տվեք տեղեկություններ իմ անձնական գործերի համար։ Առանց գործը բացելու ինձ ոչ ոք չի տա։ Չնայած եթե պետք լինի, կարելի է ինչ-որ տարբերակով մի բան մտածել։ Ես քեզ ասել եմ, չէ՞ որ ես քեզ հետ եմ։ Ուրիշ հարցերով չէ, բայց այս հարցով քեզ հետ եմ, որովհետև թոռամս հարցն է։ Ուրեմն ասել եմ ու քեզ հետ կլինեմ ու կօգնեմ քեզ այդ հարցում։ Ես չեմ ուզում ոստիկանությանը խառնեմ իմ գործերին։ Դա ինձ ընդհանրապես ձեռք չի տալիս։ Մեկը պետքա պարզել վրամը սաղա թե չէ։ Ինչ-որ մարդիկ է պետք գտնել, ովքեր իրեն հետ կապում են։ Այդ մարդկանց է պետք գտնել, հասկանում ես։ Մի րոպե։ Հա, Անիտա։ Ալբերտ, Արփին կարևոր բան է հիշել։ Ինչ է հիշել։ Ինքը գնացել է հիվանդանոց Եվայի մոտ, բայց Եվան այնտեղ չի եղել։ Առանց դուրս գրվելու անհետացել է։ Ինչ-որ սանիտարական է վերջինը տեսել ու ասել է տղայի հետ ինչ-որ դուրս է եկել։ Տղայի։ Իսկ չեն նկարագրել ինչ տղա։ Չէ, անձամբ սանիտարկայի հետ Արփին չի խոսել։ Բուժքույրի հետ է խոսել։ Ճիշտ կլինի, որ դու գնաս ու ինքդ ճշտես ամեն ինչ։ Լավ, Անիտա, ես քեզ կզանգեմ։ Սպասի, դու իմ Առնոյի հետ ես։ Ինչ ա եղել, Ալբերտ։ Գնում ենք հիվանդանոց։ Ինչի համար։ Ճանապարհին կասեմ։ Դե գնացինք։ Պարզ, շնորհակալություն։ Ինչ ասեց Ալբերտ։ Ասում եմ, որ այդ տղան ու աղջիկը իրար հետ զբոսնում էին, ոչ մի կասկածելի բան չի տեսել, ուշադիր չի եղել։ Ինչի կես գիշերին ամեն անգամ ինձ մոտ մարդիկ են զբոսնում։ Ոնց կարա տարօրինակ թվացած չլինի։ Ասում է, թե երեկոյան գալիս են այցելումներ հիվանդների մոտ, սովորական բան է, դրա համար էլ ուշադրություն չի դարձրել։ Իսկ գոնե նկարագրես, թե այդ տղեն ինչ տեսք ուներ։ Չէ, գլխարկով է եղել, դեմք չի հիշում։ Հետո ասեց, որ ինչ-որ աղջիկ է եկել ու քրոջդ հեռախոսը վերցրել է։ Ինչ աղջիկ։ Ինչ աղջիկ պիտի գար Եվայի մոտ։ Չգիտեմ։ Նրա վրա էլ ուշադրություն չի դարձրել։ Արփին է եղել, Ալբերտ։ Արփին։ Եվայի հեռախոսը Արփիի մոտ է։ Գնացինք։ Գտակ այդ կնոջը։ Եվայի հեռախոսը քո մոտ է։ Դու ես վերցրել։ Հա։ Իսկ ինչի չէիր ասում։ Դե չէի կարծում, որ կարևոր է։ Հիմա ամեն մանրուք կարևոր է։ Գնա հեռախոսը բեր։ Պապիմ հետ չեմ բերել։ Տանն եմ թողել, չգիտեմ, կամ պայուսակներից մեջ է, կամ դարակի իմը։ Պետք է փնտրեմ, չգիտեմ ուր եմ կոնկրետ դրել։ Ուրեմն հենց հիմա դուրս են գալի գնանք տուն, որովհետև հեռախոսի վրա կարող է լինել մարդու համարը, ում հետ որ գնացել է Եվան։ Լավ։ Բայց Թող գնան։ Գնացեք։ Արի Արփին։
Բայց նստած էր նոր եմ միացրել։ Արտում ես մարդ է պետք, որ Եվայի բոլոր զանգերն ու SMS-ները վերլուծությունը քանի կտամ ես։ Բարձա, կա տենց մարդ։ Կարանք արագացնենք ժամանակ չկորցնենք։ Կարանք ի չէ։ Ես բան եմ ուզում ցույց տամ։ 11:30 զանգ է եկել։ Բուժկույրը ասաց, որ 12-ի կողմերը տողեն դուրս է եկել, այսինքն Էվայի, ու այդ տողը դուրս գալուց կես ժամ առաջ է զանգ եկել, շատ կարևոր զանգ է, ճշտում ես թե ում զանգն է, ում պատկանում ես համարը, այդ կարող է մեզ օգնի։ Այդ Էվայի անհետացման օրը չի հենց։ Հենց անհետացման օրը կես ժամ առաջ։ Լավ։ Ինչ ես կարծում դա կոկնի երեխեքին գտնենք։ Չգիտեմ որպի։ Չգիտեմ, բայց ես ամեն ինչ անում, ամեն ինչից կախվում եմ, որ գտնեմ երեխեքին։ Հորնո գիտեմ, բայց ինձ սենց անորոշության մեջ մի թող։ Մտածում ես Վրամի համարն է դա։ Չեմ կարծում, որ ինքը տենց սխալ թույլ տար։ Համելից փակ համարից է զանգել։ Այդ կապ չունի։ Շատ հնարավոր է զանգի միջոցով դուրս գան Վրամի վրա։ Շատ հնարավոր է մարդը, որ ամիջական կապ ունի Վրամի հետ։ Հորնո հիմա հավատում ես։ Սկսում եմ հավատալ, Արփի։ Արդեն սկսում եմ հավատալ։ Բայց հիշի, որ ինչ շատ բան ունես բացատրելու ու պատմելու։ Ես ամեն ինչ կպատմեմ։ Ամեն ինչ։ Մենակ դա երեխեքին գտի։ Խոստացել եմ, չէ՞ որ կգտնեմ։ Ուրեմն կգտնեմ։ Ես միշտ պահում եմ քեզ տված խոստումներս։ Ինչի է Իրինան մինչև հիմա այստանը։ Եթե երեխեք չկան, ինչի է ինքը այստեղ։ Ինքից ուրիշ բանի համար է պետք, ոչ միայն երեխեքին։ Ինձ հետևելու համար է, չէ՞ պետք։ Ես այս ամեն ինչ էլ չեմ կարողանում տանել։ Եթե ինքը այստեղ ամնում, ուրեմն ինձ տուն տար։ Նա գլուխը կախ իրա գործն անում, Արփի։ Գլուխը կախ։ Հորնո ես այդ աղջկանից վախենում եմ։ Ես գիտեմ ինքը Արմանին պաշտպանեց, բայց ինչի ինքը այդպես վարվեց։ Շատ հնարավոր է, որ ինքն էլ Վրամի վրա աշխատում։ Հասկանում ես, իրանք հիմա գիտեն, որ ես քեզ ամեն ինչ պատմել եմ։ Ու ինչ։ Ու են, որ ես վախենում եմ։ Ինչից։ Այդ աղջիկը ինձ կսպանի։ Այդ աղջիկը քեզ չի կարող սպանել։ Ու ոչ ոք քեզ չի կարող վնասի։ Ես միշտ քո կողքին եմ։ Ու երբեք թույլ չեմ տա, որ դու ինչ-որ բանից ներվես։ Ու հիմա էլ ես շատ արագ կլուծեմ այն հարցը, որի պատճառով հիմա դու ես վիճակում ես։ Չէ, Արնո, ես գիտեմ։ Գիտեմ, իրանք ուզում են ինձ վնասեն, ուզում են ինձ սպանել, որ ես էլ իմ երեխուն չտեսնեմ, ես գիտեմ։ Դու քո երեխուն կտեսնես։ Կտեսնես քո երեխան ոնց է մեծանում։ Ոնց է առաջին քայլերն անում, ոնց է դպրոց գնում։ Դու ամեն ինչ կտեսնես, Արփի։ Ու քո երեխուն ոչ ոք չի կարող ասի։ Խոստանում ես։ Խոստանում եմ, Արփի։ Շատ շուտով ես կլուծեմ այս հարցը։ Մեղավորներին կպատժեմ, հենց կպատժեմ, որ երբեք
Մեղավորը չի մոռանա այդ պատժի օրը, որովհետև դա կլինի իր համար ամենավերջին օրը։ Ինչ նորություն ունենք արտում։ Համարը գրանցված ոման Մարատ Մարգարյանի անունով։ Հիմա հասցեն ճշտում են մնացած տվյալների հետ, թե որտեղ ապրում, ինչով է զբաղվում։ Հետո այդ Մարատը։ Առաջին անգամ եմ լսում դրա անունը։ Մի հատ ճշտի ովա գնանք տեսնենք։ Այս մի քանի անգամ իր այդ աշխատել եմ։ Զանգեց ասեց, որ այն վարորդից էլ տեղեկություն ունի, այն որ համարները նկարել էր։ Մեր մարդն է։ Հա, լրիվ հուսալի մարդ է։ Լավ արդու արագացրում։ Ժամանակ մի կորցրագնա։ Լավ։ Արնո։ Ինչ ես ուզում։ Անագիստ եմ շատ։ Արփին կես ժամա մտել է լոգարան ու դուրս չի եկել։ Ինչի շուտ չէր ասում։ Ես եմ Արոնը։ Խնդրում եմ քեզ թող արվի, աղաչում եմ քեզ թող։ Ես քեզ աղաչում եմ, չան ես տեսնում։ Քո անգամ չանցնի։ Մտքով տանք ավերտես, բան չանցնի արիպի։ Ես քեզ սիրում։ Չան ես տեսնում։ Ես քեզ աղաչում եմ արիպի։ Մտքով չանցնի նման բան անես։ Արի մոտս։ Արի մոտս։ Բերել ես։ Հա։
Քո համար երկու նորություն ունեմ։ Մեկը մեքենայի վարորդի վերաբերյալ, մեկը համարի տիրոջ։ Բայց ընդհանուր մի նորություն։ Այսինքն Դե նույն մարդու մասին է խոսքը։ Մեքենան էլ հեռախոսը համարն էլ նույն մարդու անունով ամրագրված։ Այդ հաստատ է։ Ես քեզ սխալ ինֆորմացիա տվել եմ այսքան ժամանակ։ Ամեն ինչ կուղարկեմ քո էլեկտրոնային հասցեին։ Հասցեն մեջը կա։ Հա։ Ես էլ քո աշխատավարձ։ Բան պետք լինի զանգի։ Չան սրտից։ Մտքովդ անգամ չանց։ Որովհետև քո կյանքը մենակ չի։ Քո կյանքից նաև կախված է կյանքը։ Նույնիսկ էլ մտքից որ դու կարող չլինես։ Ես մեղտեմ։ Շունչս չի երիկում աշխարհն է հատանից։ Այն մտքից որ դու կարող չլինես։ Մեղտեմ։ Աշխարհն է հատանից։ Շունչս ակտրվում։ Չան ես լտեսում։ Մտքովդ անգամ չանցնում։ Դες ինչ եմ հիշում։ Երբ որ փոքր Երբ որ կարոտում էի մորս, փախնում էի բոլորից գնում եմ վտանգին ու սկսում դացել։ Բայց հետո շնորհակալություն էի հայտնում Աստծուն, որ մորս խալել է ինձանից, բայց քեզ է տվել։ Որովհետև քո աչքերը լույս էին ինձ համար։ Եթե սիրտդ չես տալիս ինձ, գոնե աշկերից մի ձրքի։ Սիրում եմ քեզ արպի։ Սիրում եմ քեզ այնքան, որ առանց քեզ չեմ կարող մեռնալ։ Այս աշխարհում դու լույս ես ինձ համար։ Լույս։ Այս խավարի մեջ։ Ոնց որ կաս, թեկուզ սենց, բայց եղի ինձ համար, մնա ինձ համար, չտող ես ինձ երբեք, որովհետև առանց քեզ կկործանվեմ, դες ինչքան եմ քեզ սիրում։ Նույնիսկ քարը կփշրվեր այս ճնշման տակ։
նույնիսկ քարակը սիրել ես սիրուց։ Մեր դու քարից էլ ուժեղ ես ու քարից էլ պինդ։ Մնա ինձ համար։ Անցոր կաշ չեմ ուզում գնաս։ Մարդկով հետ չանցնի նման բան։ Երբեք։ Ասամ։ Ասա արտոնորություն ունես։ Արնո, իրականում կապ կա այն օրվա դեպքերի ու Էվային զանգած համարի մեջ։ Արնո, այդ նույն մեքենան ու համարը նույն մարդուն են պատկանում։ Ինչ է ստացվում։ Այդ մեքենան են մեքենան է, ոչ տեղից տարել է։ Ճիշտ հասկացա։ Ինչ էր դրա անունը։ Մարատ։ Մարգարյան Մարատ։ Փաստորեն մեքենան էլ է դրանը։ Տենց հաստացում։ Ճշտել ես հասցեն։ Հասցեն ճշտված է։ Դե ուրեմն գնա։ Գնա այնտեղ, դրան գտնում ես ու զանգում ես ես գալիս եմ։ Բա դու չես գալիս։ Չէ, հիմա չեմ կարող գամ։ Արփին շատ վատ վիճակում է իմ օգնության կարիքն ունի։ Հիմա իմ գալան իմաստը գնա։ Գնա դրան, գտնում ես, պահում ես այնքան ժամանակ, մինչև ես հասնեմ։ Ոչ մի բան չեք անում արտո։ Լավ Արնո։ Ես հիմա ստեղ եմ պետք։ Արթնացել ես։ Լսեցի, որ ինչ-որ մեկը զանգեց։ Չկա ինչ-որ նորություն կա երեխեքից։ Չէ, դեռ չունեմ նորություն։ Էլ չեմ դիմանում Արնո։ Ապաներ այնքան երկար են թվում։ Ժամանակը ոնց որ կանգնած լինի։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Ինչ անեմ ասա։ Եթե ինչ-որ բան ուզում ես ասա կանում։
Առնու հետո դու ոնց ուզում ես ինձ հետ վարվի, ոնց ուզում ես պատժի, մենակ Հանգիստ արվի։ Ես կգտնեմ երեխեք։ Կգտնեմ։ Որովհետև ոնց որ դու ունեցել ես չեմ կարողանում ապրեմ։ Առնու ինձ մամայի մոտ տար խնդրում եմ։ Ուզում եմ հիմա այնտեղ լինեմ։ Եթե հետ քեզ կօգնեմ, կտանեմ։ Պատրաստ վարվի։ Կգնանք ձեր ստուն։ Բայց ես տունը շատ ծանոթ է։ Արա հիշեցի։ Բայց այդ Մարատի դեմքը չեմ հիշում։ Ինձ իրան նկարն է պետք։ Լավ, դու ստեղ սպասի, հեսա գալիս եմ։ Դուրը փակ էր, տանն էլ մարդ չկա, բայց դժվար ստեղից տեղափոխված լինի, որովհետև ես իր հայրական տունն է, ընտանիքից ստեղ էր ապրում։ Լավ լս ինչ ես անում վարո, տղերքից մեկին ասում ես գա ստեղ, մենք էլ գնացինք։ Ես ինքս իմ ձեռքով երեխուս տվեցի։ Արի ներս արի գնանք։ Ինչի չզանգեցիր։ Նորություն չունես իմ համար։ Չէ։ Բայց տղերքից մեկին թողել եմ ընդեղ, որ տան տերերը գա զանգի։ Իսկ դու վստահ ես, որ դա այնտեղ ապրում։ Կարող աղոքի գրանցված է։ Չէ, վստահ չեմ, բայց ես հիշեցի այդ Մարատին։ Դու էլ կհիշես Առնո։ Երկար ժամանակ քո մոտ աշխատել։ Հետո այդի։ Հեսա վարու նկարակը բերի ցույց կտամ։ Զանգի տեսուր հասա։ Արտուս, Մարատի նկարը։ Լավ։ Էս այդ մողեսը։ Սրան ենք մենք ման գալիս։ Ես սրանում ուսքի չեմ հիշում։ Գտի սրան։ Այս պատմությունից վատ հոտ է գալի Արտո։ Շատ վատ հոտ։ Առանց ժամանակ կորցնելու գնում գտնում ես դրան։ Ու զանգում ես մի անգամից ես գալիս եմ։ Ես չգիտեմ ես դրա հետ ոնց եմ երկու բառ խոսալու, որ չսատկացնեմ։ Լավ Առնո։ Ոնց ասում ես, տենց կարվի սա։ Անենց կանես չի հաստապասնես։ Ոնց որ ճիշտ գծի վրա ես Արտո։ Անենց կանես վրամի պատմությունը չկրկնվի։
Գնում ես արդեն։ Հա։ Ուշ կգաս։ Չգիտեմ։ Մենակ քո համար չես ամենն անտանելի Արամ։ Ես էլ չեմ կարող սենց ապրել։ Ես ես դերը չեմ ուզում։ Իմ ու իմ երեխու համար չի։ Մենք ենք քո ընտանիքը, բայց միշտ քո համար երկրորդական ենք լինելու։ Այդ ստիպելով չի էլ լինի։ Ես ես չի ուզում։ Ու չեմ համակերպվի։ Ավելի լավ է գնամ։ Թեկուզ սխալվեմ։ Արթուրն էր զանգել Առնո։ Ինչ էր ասում։ Ասում էր երկու հատ կին են եկել տուն։ Մեկը տարիքով, մյուսը ջահել։ Ասում է հնարավոր է մայրն ու կինը լինեն։ Այն չենք սպասում։ Արմանին կանչի հենց հիմա դուրս են գալիս։ Վստահ ես, որ Արմանն էլ էս ուզում գա։ Ինքը չպիտի զգա, որ ես կասկածում եմ։ Կանչի։ Ես մտածում եի Արմանին չխառնենք այս գործերին։ Կանչի Արմանին։ Արման! Ես իր ռեակցիաները պիտի ստուգեմ։ Եկեք Արման, զոլ արի վահի։ Արման դու գալիս ես ինձ հետ։ Դուք երեքսով առանձին եք գնում։ Դուրս եք։ Գալիս ես դու Առնո։ Չէ, չեմ գալիս։ Գնում ես տուն Արտո։ Խոսում ես տան անդամների հետ։ Եթե ինչ-որ անհասկանալի բան կլինի, կզանգես, ես կգամ։ Լավ։ Քեզ հետաքրքիր չի։ Ինչի համար ենք եկել, ստեղում մոտ ենք եկել։ Ես իմ գործն եմ անում, Առնո։ Եթե պետք է լինում, դու ասում ես։ Ես անում եմ այն, ինչ որ ինձ ասվում է։ Այդ իմ գործի պարտականությունն է։ Բարև ձեզ։ Ում եք ուզում։ Մարադա տանն է։ Չէ։ Ուշ կգա։ Չգիտեմ, դուք ով եք կներեք։ Մենք իրար հետ ենք աշխատել երկար ժամանակ։ Չէ, ուղղակի հասկանում եք, շատ կարևոր գործ կա։ Ով է։ Մարատին են ուզում։ Ինչ ա եղել տղաճան, ինչ ա պատահել։ Մարատին են ուզում։ Շատ կարևոր գործ կար Մարատի հետ։ Մարատը մի ամիսն է տանը չի։ Մի ամիս։ Հա։ Լավ, կներեք կարող ենք ներսում խոսել։